Երկու տարվա դադարից հետո սեպտեմբերի 26-ից 30-ը Դիլիջանում կանցկացվի Ներուժ 3 ծրագիրը։ Ներուժի առաքելությունն է Հայաստան բերել Սփյուռքի ստարտափներին եւ մեր հայրենակիցների նոր գաղափարներով, ակտիվ ծրագրերով ու ներուժով նպաստել մեր երկրի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Ներուժը այն ծրագիրն է, որը կամրջում է Հայաստանի եւ Սփյուռքի նորարարական միտքը, դառնալով մեր երկրի ապագային միտված նախագծերի հնարավորության կարևոր անկյունակարը։ Սա նաև լավ հնարավորություն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների համար վերադառնալու հայրենիք, հիմնելու բիզնես, այստեղ ապրելու ու ստեղծագործելով ներդրում ունենալու մեր երկրի առաջընթացի ու զարգացման գործում։ Այս գործում մենք Իմ քայլը հիմնադրամը, որ չափազանց կարևորում է Հայաստանում Սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, ուրիշ էլ որ ծրագրի շրջանակներում, եթե ոչ Ներուժի, պետք է կանգներ կառավարության կողքին եւ սատարեր եւ համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կրկին արդեն երրորդ տարին իրագործել այս ծրագիրը։ Ծրագրին մասնակցելու հայտադիմումները կընդունվեն այսօրվանից հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 22-ը։ Լավագույն գաղափարները կարժանանան դրամաշնորհի, հնարավորություն տալով մասնակիցներին գաղափարները զարգացնել ու վերածել բիզնես նախաձեռնության։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 միլիոն դրամ է։ Մենք սահմանել ենք նպատակ, որն է մեր հայկական տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը, որի ենթանպատակներից ամենակարևորներից դա ստեղծել գլոբալ ընկերություններ, գլոբալ միջազգային ընկերություններ եւ բարձրացնել մեր Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը։ Որպես արդյունք մենք ակնկալում ենք մոտ 10 ընկերություն ստեղծել, զարգացնել եւ անել միջազգային շուկա։ Աշնանը մեկնարկելիք Ներուժ ծրագիրը կրկին գալիս է ցույց տալու, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվել, անշուշտ 18-19 թվականներին եղել են բացեր, որոնք մենք լավագույնս փորձել ենք գնահատել, վերլուծել եւ այս տարի հույս ունեմ, որ համատեղ ջանքերով մենք ել ավելի կլավարկենք այս ծրագիրը։ Դիլիջանում անցկացվելիք միջոցառումն ունենալու է հագեցած օրակարգ, որը կներառի ինտերակտիվ եւ անհատական դասընթացներ, վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են։ Նախքան ծրագրին դիմել է ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ։ Ներուժ ծրագրի կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն 1 տարի Հայաստանի Հանրապետությունում բնակվելը։ Հրավիրում ենք Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին ակտիվ մասնակցություն ունենալ այս ծրագրին, ներկայացնել իրենց նորարարական մտքերը եւ գաղափարները եւ հաջող ընթացք է մաղթում ծրագրին։ Հնարավորություն կտանք մեր սփյուռքահայ հայրենակիցներին, մարդկանց, ովքեր նոր գեներացնում են գաղափարներ, բիզնես իդեաներ, ինչպես եւ մարդիկ, ովքեր որ արդեն իսկ ունեն որոշակի ծրագրեր եւ դրանք Հայաստան փոխադրելու, Հայաստանում իրագործելու պատրաստակամություն են հայտնել։ Սա այն հարթակն է լինելու, որից կկարողանան նրանք օգտվել եւ նախարարության գլխավորությամբ եւ մեր աջակցությամբ վստահ եմ, որ այս տարի կրկին հաջողելու ենք։ Ներուժ 3 ծրագիրը վերաբրենդավորվել է եւ ներկայանում է նոր կայքով։ Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ Ներուժ EM նոր կայքի շնորհանդեսը։ Այցելելով կայք հնարավորություն կընձեռվի ծանոթանալու Ներուժ ծրագրի բոլոր մանրամասներին։ Տիգրան Օվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։